Սուրբ Ավետարանի հատվածը, որ ունեցվեց Հովհաննես Առաքյալի աստվածաբանությունն է։ Ի սկզբանե բանն Աստված, այսպես է սկսվում 4 ավետարաններից յուրահատուկը։ Եվ այս յուրահատուկ ավետարանի աստվածաքարոզ սկիզբը կարծես թե իր ահեղ և իր սքանչելի վաղտամին է հասնում, երբ Քրիստոսի 12 առաքյալներից Սուրբ Տոմաս առաքյալը կանգնելով հարուցյալ Աստծո առջև խոստովանում է իդեմս և առաքյալներին, և ողջ մարդկության, Տերին և Աստվածին։ Այս 4 բառերով ամեն ինչ Աստված է։ Այս 4 բառերը դարեր շարունակ, սիրելիներ, մեր հայ քրիստոնյաներից առաջնորդվել են կյանքի ճանապարհներով։ Եվ այդ ճանապարհները խաղաղ ճանապարհներ շատ հաճախ չեն եղել, բայց մենք հաղթահարել ենք այդ 4 խոսքերի զորության և դերբողության այդ ճանապարհները։ Թովմաս առաքյալին, որ այսօր հիշատակում ենք նաև, բայց ոչ դատարակի ընթացքին, այլ երեկոյան ժամերության ընթացքին, որպես վերջին ընթերցված ավետարանական, հիշատակում ենք շատ մի կարևոր պատգամով։ Թովմասն այն առաքյալն էր, սիրելի հավատացյալներ, ով ընդդիմացավ իր առաքելակից եղբայրներին, որոնք Քրիստոսին համոզում էին չգնալ Երուսաղեմ Լազարոսի հարության առիթով, բայց Թովմասն այն միակն էր, որ ասեց պետք է գնանք և նրա հետ մեռնենք։ Այս առաքյալն է, որ ուներ հավատքի այդ համոզմունքը, ուներ հավատքի այդ վստահությունը և ուներ հավատքի այդ վերին աստիճանը հավատարմությունը։ Եվ ահա այս առաքյալն է, որ ի տարբերություն մյուս առաքյալների ողջ տիեզերքում կարելի է ասել աղաղակում և ասում է. «Մինչև չտեսնեմ նրան, մինչև իմ մատները չմղրճեն նրա ձեռքերի վերքերի մեջ և իմ ձեռքը նրա ոտի մեջ չմղրճեն, չեմ հավատալ»։ Տարօրինակ չէ, որ այս հավատարմություն արտահայտող առաքյալը, ով պատրաստ էր գնալու և մեռնելու Քրիստոսի հետ, այսպիսի կասկածների մեջ է ընկնում և չի հավատում իր եղբայր առաքյալներին, ովքեր վկայում էին Քրիստոսի հարության մասին։ Չգիտեմ, մեկնիչները տարբեր բաներ են ասում, բայց մեկնաբանությունների մեջ կա նաև մի ուրիշ վկայություն, որը իմ սրտին ավելի խոսեց և այդ վկայությունը պիտի բերեմ հիմա, ասելով, որ Թովմաս առաքյալը տեսնելով առաքյալներին, ովքեր փակվել էին վերնական մեջ, բայց արությունն էին կրճատում և աստարանում, և կարծես թե նրանց հանդիմանում են. «Դուք որ արության մասին եք խոսում, ապա ինչու եք վախեցած փակվել վերնականում մեջ, ինչու այդ դուրը ամենքին բաժին չեք դարձնում, միթե հարությունը պիտի ձեր մեջ այդ վախը կերպավորի»։ Եվ ահա այս հոգեկան խորհրդի մեջ նա այդ բառերն է ասում, բայց երբ հոգում ունի այն հույսը, որ այո, Քրիստոս իր անես հարություն է անել, և այդ հույսը պիտի արդարանի։ Եվ ահա 8-րդ օրը հարությունից հետո այդ հույսը արդարանում է, որովհետև ամենագետ
ամենատես Աստված վերստին հայտնվում է վերնատանի մեջ, և որ Թովմասն այնտեղ չէր եղել, և Քրիստոս նրա խոսքերը չէր լսել այնտեղ, բայց որովհետև նա Աստված է և ամենագետ Աստված է, Թովմասին ասում է. մոտեցիր ինձ, և այն ամեն ինչ, որ ասել է ինձ, հիմա ինքդ կտեսնես, կշոշափես, և չես կլինի վերադառնալ, այլ կլինես հավատացյալ։ Բայց ինչ եք կարծում, այս խոսքերով Քրիստոս Աստված հանդիմանում է Թովմասին, իհարկե ոչ, որովհետև Թովմաս Սարաքյալը այլևս չմոտեցավ Քրիստոսին և միանգամից բացականչեց. Տերին և Աստվածին։ Այս ամենով ամեն ինչ Աստված է։ Եվ Քրիստոս այս ամենից հետո իր երանին սփռեց առաքյալների քարոզության եկող բոլոր անձերի վրա, նաև մեզ վրա, սիրելի հավատացյալ, որովհետև մենք մեր հարուցյալ Աստծուն չենք տեսել, բայց հավատացել ենք նրա առաքյալների խոսքերին, առաքյալների հաջորդների խոսքերին և մեր ծնողների ձեռքը բռնած կամ գրկում եղած գնացել և վերստին ծնվել ենք մեր սուրբ եկեղեցու սուրբ ավազաններից, մեր ճակատներին անցնելով սրբալույս յուրոնը և մեր հոգուց բխեցնելով մեր ժողովրդի նաև գաղանանքը, Տերին և Աստված։ Սիրելի քույրեր և եղբայրներ, ինչպես տեսնում ենք, այսօր Սուրբ Էջմիածնի մայր տաճարում յուրահատուկ կերպով երիտասարդների կուրներան բացություն են ավարտվել։ Ուրախ եմ ավետել ձեզ, որ այսօր մայր ատող Սուրբ Էջմիածին են եկել շուրջ 700 երիտասարդ մեր տարբեր թեմերից։ Սուրբ Հարության տոնի առիթով նրանք որպես ինքնատիպ Թովմասներ եկել են մայր ատող, եկել են Հայոց Հայրապետի առջև կանգնելու և Հայոց Հայրապետի օգնությունը ստանալու, բայց մինչ այդ իրենց անկեղծ, իրենց մաքուր սրտից արտաբերելու ավետարանական գաղանանքը, որը դարձել է նաև մեր Աստծո գաղանանքը, Տերին և Աստվածին։ Սիրելի երիտասարդներ, թող ձեր ուղն իրական լինի, թող Հայոց Հայրապետի օգնությունը զորացնի ձեզ, ձեր այդ հավատքի մեջ, ձեր այդ ամուսնությունի մեջ, ձեր այդ վստահության մեջ, ձեր այդ հավատալության մեջ, որովհետև լինել քրիստոնյա չես կարող լինել անհավատալի, լինել քրիստոնյա չես կարող լինել դավադի, լինել քրիստոնյա չես կարող ուրանալ քո ազգի, քո սուրբ նախնիների փրկարար ժառանգությունը և սրբարար արժանապատվությունը։ Այսօր այս ալեկոծյալ աշխարհում զանազան ձայներ են հնչում, զանազան լույսեր են ճառագում, բայց մենք, որպես Քրիստոսի փոքրիկ հոր, որպես Աստվածնծրյալ Հայոց ազգ, ունենք մեկ ձայն լսելու ունակություն և ունենք մեկ հոգու աչք ճշմարիտ լույսը տեսնելու։ Ինչպես որ դարեր շարունակ մեր սուրբ նախնիներն են վարվել, այնպես էլ մենք պետք է վարվենք և չտրվենք այդ կեղծ, այդ կործանարար ձայներին ու լույսերին։ Այն լույսը, որ ճառագեց այս սուրբ վայրից, այն լույսը, որ կերպավորեց մեր Սուրբ Հայրապետի առջև
Երջանապատ